ցանկալի հանքրվում։ Ես կարծում եմ, որ մենք դա պետք է ուղենք, որտեղ այսօր դրա հրամայականը ուղղակի դարձել է այժմիականություն։ Մեզ համար թեգումնային քայլեր են պետք, թրիչքներ են պետք, որպեսզի կարողանանք իսկապես մեր առաջ ծառացած այս մարտահրավերները ոչ միայն դիմագրավել, հաղթահարել, այլ նաև կարողանալ առաջ։ Ես հիշում եմ 2 տարի առաջ էր, երբ Շոտլանդիան ուզում էր հանրահավաքի միջոցով դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից, բրիտանացի հայտնի պատմաբան Նորման Դեյվիսը մի հատ հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր եւ հիմնավորել էր, որ եթե ոչ կոնկրետ այս հանրաքվեով, բայց մի օր Շոտլանդիան դուրս է գալու եւ Միացյալ Թագավորությունը փլուզվելու է, որովհետեւ այդ թագավորության կամ միացյալ այդ նրանց միասնականության հիմքում դրված այդ հենարանները այս տարիների ընթացքում հայրամյակների ուղղակի խախտվել են եւ նա այնտեղ 4 հենասյուն էր նշում, առաջինը դա Բրիտանական իմպերիան, երկրորդը բրիտանական նավատորմը, երրորդը թագավորական ինստիտուտը եւ չորրորդը անգլիկան եկեղեցին։ Եվ հատ ասում էր, թե ինչպես այդ բոլորը կամ գոյություն ունեն կամ էապես թուլացել։ Իրոք իմպերիան չկա, նավատորմը էապես թուլացել է, թագավորությունը այդ ինստիտուտը չունի նույնիկ արժեքը եւ գշիրը ինքնատիպ ունեցել է, իսկ անգլիկան եկեղեցին դերևս իրեն վրա վերցրած վարդականությունները լիուրի չկավանդուրական։ Ես փորձեցի այդ նույն գաղափարը պրոյեկտել մեր իրականության վրա եւ դեցի հասկանալ, որ մեր անկախությունից մեր պետականության, այսօր մեր պետության հենարանները որոնք են։ Ես էլ 4 հենարան կարողացա այսպես ի հայտ բերել։ Առաջինը դա մեր հարավային աշխատանքներն են։ Դա սկսվեց նույնիսկ մեր անկախությունից առաջ, դրա հիմքերը դրվեց անկախության առաջի օրերի մենք կարողացանք հասնել իսկապես անկախության այդ հաղթանակներին։ Երկրորդը նույնպես մեր առաքելական եկեղեցին է։ Երրորդը մեր պետականությունն է, սահմանադրությունն է։ Չորրորդը հայքի գաղափարն է, ողջ հայությունը սպիրտով, Հայաստանով, Արցախով, սրանք են այս 4-ն են մեր այսօր էյության, մեր գոյության հիմնական հենասյուները։ Եվ մի հատ փորձենք տեսնել, թե սրանց յուրաքանչյուրը ինչքանով է կանգնում։ Ղարաբաղյան հաղթանակները փոխանակ նրանք դառնան այսօր մեր հիմնական խթանը քաջալերանքը, հետագա հաջողությունների, հաղթանակների, տնտեսության զարգացման, համախմբման իշտագարակ այսօր դարձել են նրանք մեզ վախեցնելու, պատերազմով վախեցնելու, բացատրելու, արդարացնելու այսօր իշխանությունների անկորդությունը, տնտեսություն զարգացնելու, ժողովրդավարություն ամրացնելու։ Մեր հաղթանակները դարձել են արդեն մեզ համար ոչ թե խթան, այլ ուղղակի խանգարում։ Այսօր մենք խոսում ենք ընդամենը տարածքների վերադարձ։ Երկրորդ, մեր առաքելական եկեղեցին։ Դա դարձել է այսօր իշխանության շարունակականությունը։ Այսօր առաքելական եկեղեցին, որ մեր ժողովրդի այս ծանր պայմաններում պետք է կարողանա իսկապես իր հիմնական իր պատմական առաքելությունը կատարի, ժողովրդի պաշտպանը լինի, բարձրացնի իր ձայնը։ Մարտահրավերն է այսօր իշխանություններին, դարձել է ուղղակի այսօր իշխանությունների շարունակական։ Երրորդ, մեր պետականությունն ու սահմանադրությունը։ Մի հատ հիշենք սահմանադրությունը ինչպես պարտադրեցին մեր վրա։ Այդ սուրբ փաստաթուղթը այսօր մեր ժողովրդի աչքին կասկածյալ փաստաթուղթ է։ Մեր ժողովուրդը դրան ոչ է ասել, բայց դերևս մենք այսօր շարունակում ենք գնալ եւ այդ սահմանադրության բաղավասիկ պատրաստվել պետականությունների։ Չորրորդ, Հայաստանի սպիրտ կապերը, Հայաստան-Արցախ այդ միասնականությունը 25 տարի անց դեռևս մենք չենք կարողացել իսկապես դա ամրացնել, դրա ճիշտ շաղախը գտնել եւ կարողանալ դարձնել իսկապես մեր գոյության հիմնական հիմքը։ Հավասիկ հայքի գաղափարը մեզ այսօր խացիկի նման պետք է։ Հայքի գաղափարը կարողանա իսկապես այս 4 հենասյուների մեջ շաղախ սրսկի, բետոն սրսկի եւ իսկապես զորացնի։ Ես ցած խոստանում եմ Օհանյան Ռաֆիոսկայան դաշինքի իշխանության օրերին սա կդառնա մեր հիմնական գաղափարական հենքը, ինչպես ոլորտային ուղղություններով մենք պետք է ունենանք